Խոսենք ինչա կատարվում մեր երկրում այսօր։ Ստացանք հաց Ռուսաստանից Բաքվով Հայաստան, ստանալու են Կազախստանից, Ռուսաստանով Բաքվով, Վրաստանով Հայաստան։ Դրա համար Ալիևը գնացել էր Կազախստան, որ խոսի, դրա համար գնացել էր Ալիևը Ռուսաստան, որ խոսի, պայմանավորվել է, չգիտեմ, ստորագրել է, թե չի ստորագրել։ Իմ երկրի հացը համար հոգում է Ալիևը։ Ես չունեմ վարչապետ, ես չունեմ նախագահ։ Ինչի է իմ հացի համար հոգում Ալիևը։ Այն Ալիևը, որ անգամ մինչև 18 թիվը ասում էր հայ այն ազգն է, որ պետք է վախի մեջ պահենք։ Եվ նա ինքը դա անում է։ Սպանել է և նորից ասում է կանեմ։ Հողերը կվեցնեմ, դուք չկայիք։ Այդ մարդը ապահովում է իմ հացը։ Հասկանում եք, ջահելները չեն հասկանում և մեծահասակները, որոնք 90 թվերին չեն հասկացել ինչա կատարվում մինչև վերջ։ Դուք գիտեք այդ Իրանի սահմանը մեզ ոնց օգնեց։ Դուք գիտեք, որ շրջափակման մեջ էինք, անհույս էինք։ Բլոկադայի ժամանակ ինչպես իրանցիները մեզ օգնեցին և այդ թվերից սկսեցին պարսիկները գալ Հայաստան, հիշում եք, չկար, պարսիկներ չկային Հայաստանում, 90-ականներին եկան։ Այդ սահմանից անցան, ապրանք բերեցին վաճառքի, չեք հիշում խանութներում բան չկար։ Այդ կյանքի ճանապարհ էր, կյանքի ուղի էր։ Հասկանում եք։ Այ հարցրեք Լևոն Տեր-Պետրոսյանին, Հրանտ Բագրատյանին, կտեսնեք ինչ կասեն այդ ճանապարհի մասին։ Իրանք էին ղեկավարը այն ժամանակվա ու գիտեին Սյունիքը ոնց է պետք պաշտպանել, որ միայն այդտեղից էին կարող բան բերեին։ Ինչ վիճակում է, այդ վիճակից պետք է դուրս գային, ուրիշ ելք չունեին դուրս գալու։ Այդ վիճակից, որ ապրանք չկա, խանութներում դափ-դադար, շառում պակատի ոնց ասում էին։ Իրանցիներն են իրանց ապրանքը բերում։ Ոյ, այդ ժամանակ այն Ֆիրդուսը բացվեց։ Լուրջ եմ ասում, ոչ մի խանութ ուշի բան չկա, միայն Ֆիրդուսում կար։ Կառավարության աշխատողներին, որ ինչ-որ սենյակում, կաբինետում իրան չէիր գտնում, կարել ընդմիջմանը գնար Ֆիրդուսի, ինքը ընդեղ էր։ Միայն ընդեղ կարար տեսնել, ոչ մի խանութում ուշի բան չկար, Ֆիրդուսը եկան, պարսիկները կանգնեցին։ Հետո Տիգրան մեծ փողոցում սկսեցին խանութներ բացել։ Իրենց հարցրեք այն ժամանակվա ղեկավարներին, իրանք գիտեն Իրանի ճանապարհը ինչ է։ Որ հիմա փակվում է այդ։ Փաշինյանը չի իմանա, երեխա է եկել, երեխա է եղել, եկել է երևի միտինգ ունենա, վայ, վույ, հայ, հույ, միացում կամ անկախ ազատ Հայաստան, փաղավել գնացել է, ոչ մի բան չհասկանալով։ Հոգս իրանը չի եղել։ Լավ, դիպլոմատիայի հետ Ալիևը Գյուլչան իր ասեց, Փաշինյան իրան ասեց, հանգարտ չնեղացնի Ալիևին։ На высшем уровне Միրզայանն է, բան չունեմ ասելու։ Միրզայանի տեսքով նայում եմ, զգում եմ, հոգսաշատ, այդ մարդը չի իմանում ինչ անի։ Չի իմանում ինչ անի։ Պաշտոնյա հոգսաշատ, ես վարչապետի դեմքից դա չեմ զգում։ Լուրջ է պահում, ծիծաղում է, զգում ես խաղում է։ Իսկ այդ մարդը միշտ հոգսաշատ, միշտ լուրջ, միշտ տխուր, հավես չունի խոսալու, հիմար բան ասելու։ Բայց զգում ես Փաշինյանին է նայում, զգում ես Ալիևի վրա չեն կարող։ Լավ, դիվանագիտորեն պատասխանեց Միրզայանը։ Սկզբից ինչպես ասաց, որ ավելի 5 քարտեզներ կան, չուզեցավ ասել, այդպես քարտեզ չկա, որի մասին դու ես խոսում, բայց ավելի 5 քարտեզներ կան եւ ուրիշ անվանում է Գեղամալիչ եւ այլն։ Հետո
վերջում էր, նորից հարց տվեցին, նորից ինքը ասաց, որ չասաց, որ այդպիսի բան չկա, ինքը ասաց, արդյոք, Ալիվն եմ դիմում, արդյոք հիմա գվա քարտեզում սևանալիչ չի, այլ ուրիշ բան է, չուզեցավ ասել, գեղամալիչ, հնարում ես, հանկարծ չվիրավորի, բայց չունեմ ասեմ, դիվանագիտական լեզուն է, թեկուզ Ալիևը դրա մասին շուտվանից մոռացել է, ոնց որ ես եմ գիմոն ավարտել, ինքը չի գիմոն ավարտել, թուրքը մնում է, թուրք, ես ինքս եմ այդ նարատիվը, որ գցել, գրել շատ, գցել, որ եթեր, որ նա դիպլոմատ ընտանիքից է, կակաբեշնիկի, գիմոն ավարտել, գրագետ է, ոչ կներեք, հոռացած զիբիլ է ինքը, ոչ մի ինտելիգենտ մարդ, գրագետ մարդ, այդ չեր անը, ինքը ինչ անում է, և այդպես են չեր պահ, ինչ որ ինքը հոռացած, զզվելի թուրք, ամբողջ այդ բառի իմաստով, որը հայերը միշտ հասկացել են թուրք ասելով, իսկ արցախցիները դեռ կոմունիստների ժամանակվա թորք, չարություն էին դնում, չէին ասում ադրբեջանցի թորք, ոչ մի կրթություն չի երևում, երևի, չգիտեմ, մերուն գնում էին կոնյակով էին քնություններ հանձնում, ինքը երևի գնում էր նավթով էր իր հերը ինքը նավթով էր հանձնում, չգիտեմ, բայց ինտելիգենտ, կարգին, մարդու պահվածք չունի, ոչ է մտադրություն ինք ունի, ինքը չի հասկանում, որ վախեցնելով հարցեր չի լուծվում, և այդ իմը արդեն վախում է, որ իր այդ թվացյալ հաղթանակը ոչ չանալու է, ոչ թե զրոյի վրա է կանգնելու, -100 կլինի, և Փաշինյանը դուրս գա, և Փաշինյանը չլինի, իսկ հիմա ժողովուրդ ջան, 500,000 գալու են, հետո ասել են մեր բարեկամներն են գալիս, տենց օրենք կա մակում, воссоединение семьи, մամասա, պապասա, երեխասա, չես կարա մակի անդամ ես, воссоединение, պետք է դաս քաղաքացիություն, 5,000 հոգի գալիս են, մենք իչքան ենք, ասում են 3 միլիարդ, հետո ասում են ոչ, 1,5 միլիոն ենք, ես կասեի 1,2 միլիոն ենք, 250 և այլն, դե չենք արել մարդը համար, չեմ կարող ասել, 500,000 գալիս են, արդեն 500,000-ը կես միլիոն է, մի քիչ է ԿՊԱ-ականներ հաշվենք, ԿՊԱ-ականների բարեկամներ հաշվենք, մի քիչ ադմինիստրատիվ ռեսուրսներ հաշվենք, մի քիչ այդ ID քարտեր չգիտեմ ինչեր, ոստիկանություն է գալու և այլն է գալու ստեղ ադրբեջանական, մեզից քիչ չեն լինի, արեցին հանրաքվե և որոշեցին հարցը լինի Հայաստան եք ուզում այստեղ լինի, թե Ադրբեջանին միացած, իրանք մեզնից ավելի շատ են լինելու, կես միլիոն մինիմում գալիս է, իմ երկրի հարցերը, հացի, ամենակարևոր հարցը, հացի հարցը, որոշում է Ալիևը, հլա Տոկաևի հետ Կազախստանի նախագահի պայմանավորվել է, որ ապրիլի 5-ին գալու է Հայաստան, Ալիևը պայմանավորվել է Հայաստան գալու է Տոկաևը որ կա Հայաստան և բացի 2 հատ դեսպանատուն, Արագածոտնում և Արմավիրում, ինչի համար, մի հատ ունի չէ Կազախստանի դեսպանատուն, ինչի համար պետք երկրորդ, երրորդը Կազախստանում, ինչի է դրա մասին գնացել Ալիևը խոսացել պայմանավորվել, իմ երկրում երրորդ երկիրը դեսպանատուն բացի, որտեղ բացի իմ երկրում, երբ բացի, որոշում Ալիևը, իհարկե 500,000 ադրբեջանցի են գալու, ինքը չի ուզում ստեղ բացի պասոլստվա, ադրբեջանական, ոչ ճանաչի Հայաստանը, եթե ճանաչեց Հայաստանը, պասոլստվա պիտի բացի, բայց քանի որ չի ճանաչում Հայաստանը, տարածքային ամբողջականությունը և այդ երկիրը, հետ Արևմտյան Ադրբեջանը հաշվում Հայաստանը, դրա համար ինքը չի ուզում պասոլստվա բացի, եթե պասոլստվա բացի ունես պետք է ճանաչի Հայաստանը, դրա համար ասում է թող Կազախստանն 2 հատ էլ ունենա,
մի հատ Երևանում ունի, մեկ հատ ունենա Արատում, մի հատ Արագածոտնում եւ այնտեղ լինի Ուպալամոչնը посол Ադրբեջանը։ Եվ ադրբեջանցիները գնան այնտեղ։ Եթե դուք ուրիշ ձև եք մտածում, ինչի համար Ալիևը գնացել երկու պասոստվա մասին խոսացել, ինչի իրան պետք է թե ինքը խոսում ամս իրան պետք է, ասեք, ես ուրախ կլնեմ։ Խաղաղությունը ինչի չեն ուզում դեսպանատներ բացեն։ Ես ուզում եմ դուք տեղեկացված լինեք, իմանաք ինչ է սպասվում, ինչ են անում, ինչ է սպասվում։ Ուրիշ ասելու բան չունեմ։ Մտածում եմ միայն Սամվել Կարապետյանի, մեր եկեղեցի Սրբազանի, այլ մարդկանց նման մարդիկ լինեն, որ գյուղի պապիկներին, փոքր բալիկներին, տատիկներին կարողանան տեղը հանեն, եթե կարիք լինի։ Եթե դուք ձեր տատիկները եւ պապիկները չեն պատմել ինչ են արել թուրքերը, իմս պատմել են, ես գիտեմ այդ ինչա։ Մեծահասակներին ասեք, իրան գիտեն ինչա, իրանց մտքով չի անցնի, իրանց այդ խաղ ապրել, կիմանան, որ այդ ժամանակի հարց է, ոնց որ 30 տարում հզորացան, Արցախը վեցրեցին, նեծե ժամանակի հարց է, Հայաստանը կվեցնեն, և 30 տարի չեն սպասել, և 3 տարի կսպասեն ամենաշատը։ Բայց ինձ ես հետ հայրենակիցներ ջան, հա իսկ են նրանք, որ ինձ գրում են ես զոմբի եմ, ժողովուրդ չեն, գիտեք զոմբին ինչ է, զոմբին դիակ է, մահացած մարդու դին է, որը տեխնիկայով դիակներին բարձրացնում են, հանում են և ստիպում են ինչ-որ գործողություններ անել, ուղեղ չունեն, իրանք չեն անում, իրանք չեն հասկանում, իրանք իր են, դիակ են, դիակներին ինչ ասում են նա անում է, զոմբին այդ է, այդ մեռելն է, որուն հանել են, ազդում են իրանց վրա և ասում են էս անի կամ են անի, ինչ-որ ռոբոտի ոնց են ասում, ինքը չի անում, ոչ մի բան չի հասկանում, այնց է այդ ռոբոտ, դիակ, զոմբին այդ է, մի գրեք, հա, ես զոմբի եմ, բան չեմ վախում, ոչ մեկից չեմ վախում, ջանդամ թե զոմբի չես, ես թքած ունեմ ով է զոմբի, ով զոմբի չի, ես թքած ունեմ, ինձ ոչ մեկին, ինչ, զոմբիա հետ կռվեմ, կամ վախենամ, որ Նիկոլականից, չէ, ոչ Սերժականից, ոչ Ռոբերտականից, ոչ Փաշինյանից, ոչ մեկից եմ վախենալու բան չունեմ, ջայնամը զոմբի չեք, ինքան եղեք, ինքամից շատ, բայց որ Հայաստան չունենաք, գնաք Անտոնան հաց օտաերկրներում ու ձեզ սաղ ասեն եղք, բաց երկնքի տակ քնեք, ձեր երեխաներին կասեք, ես գումար էի աշխատում, ֆեյք էի աշխատում, զոմբի էի ասում, ով որ մտածում էի հայրենիքի մասին, ճիշտ բան էր ասում, ես գրում էի, անպատվում էի, ասում եմ ես զոմբի եմ, դրա համար իմ հայրենիքս չփրկեցի, հիմա այստեղ ենք, չիմանաք ասեք, չիմանաք ես նորություն այս, չէ, 15 թվին էր, ես ու կարդում էի, զարմանում էի, ոնց, հայրենիքի դավաճան, ոնց կարող է հայրենիքի դավաճան լինի, լինում է, հիմա տեսնում եմ, լինում է, և քաղթ է լինում, տեսա, և հայրենիքի դավաճան է լինում, և պատերազմ է լինում, դպրոցական ժամանակից դա չի ասում է, հա, ատոմային պատերազմ կլինի, սովորական պատերազմ չի լինի, մարդիկ այդքան դեբիլ չեն, խիպտ իրար սպանեն, քո կողմից էլ է մահանում մարդը, այս կողմից էլ է մահանում, որ պատերազմ ես, ինչ է չի մահանում, ինչ ուզում ես մեռնես, խելացի են հիմա մարդիկ, չեն անի, չէ, այսօր լավ ես ապրում, ֆեյք ես աշխատում, զոմբի ես գրանցվել, վաղը կարող է շատ վատ լինես, վաղը կարող է փախստական լինես, մյուսը կարող է գործել լավ գնան,
Պարզապես, եթե չես մտածում երեխեքիդ մասին, որ հայրենիք ունենա, եթե չես սիրում հայրենիքդ, չես մտածում հայրենիքիդ մասին, երեխուդ մասին հայրենիք ունենա, ընկճված, բոմժ չլինի, կներես ինչի մասին ես մտածում, զոմբի ես, իսկապես զոմբի ես, հաջողություն